Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ, Տիկին Զորաբյան, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ Եվ որպես երկար տարիներ ԵԽԽՎ կառույցում այսպես ակտիվ գործունեություն ծավալած պատգամավոր գործիչ, ուզում եի զրույցը սկսենք ու ձեր կարծիք իմանալ ԵԽԽՎ վերջին է ծավալուն զեկույցի մասին ու հատկապես եկեղեցու շուրջ զարգացումների վերաբերյալ։ Նախ արձանագրենք, որ այդպես չկար այստեղ ճշգրիտ գնահատական քաղաքբանտարկյալների վերաբերյալ անգամ այդ ձևակերպումը կարծես չկար եւ ըստ ԵԽԽՎ զեկույցի մի շարք հոգեվորականներ Հայաստանում իշխանազավթման փորձեր են կատարել։ Ուզում եմ սրա վերաբերյալ ձեր զեկույցը որքանով է սա անաչառ եւ հարիր եվրոպական այս կառույցին։ Այն ինչ հրապարակվեց բանաձև անվան տակ Հայաստանին վերաբերող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այդ կառույցի ամոթն էր, խայտառակ ամոթալի մի բանաձև, որտեղ որևէ բառ չկար Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների մասին, այն դրույթներով քաղբանտարկյալների, այն ձևակերպումներով, որը ընդունել է հենց Եվրոպայի խորհուրդը, որևէ խոսք չկար ազատ խոսքի լրատվամիջոցների, մեդիա գործիչների հանդեպ ճնշումների մասին եւ կար խայտառակ ֆեյք ձևակերպում, որ մի խումբ հոգեվորականներ փորձել են բռնի ուժով իշխանություն զավթել եւ այդ խայտառակ բանաձևի պասը վերցնելով Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում լացակումած ինչ որ հայտարարում էր Արարատ Միրզոյանը, որ իրանց փորձել են սպանել մի խումբ մարդիկ, բնականաբար նկատի ունենալով հոգեվորականների, ես հարց ունեմ այդ Արարատ Միրզոյանին, որ տենց լացում էր Ստրասբուրգում, որ պատկերացնում եք բռնի ուժով ուզում էին վերցնել իշխանությունը, մեզ ուզում էին սպանել, ինչով էր Բակրատ Սրբազանը ուզում Արարատ սպանել այն խլապուշկայով, մանուշակագույն ծուխ արտանետող, թե կոշիկի մեխերով, թե միկրոալիքային վառարանով, որ գտել էին Բակրատ Սրբազանի կեցավայրում, իսկ Աշակ Սրբազանը, որի կալանքը երկարացվեց քիչ առաջ 2 ամսով, ինչով էր ուզում քեզ սպանել են բիճոկով, որպես իրեղեն ապացույց, որը ման է գալի, չեք գտնում, կորել է ապացույցը, Բակրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը ինչով էր ուզում ձեզ սպանել, իր հարցազրույցով, որը նույն գլխավոր դատախազությունը ժամանակին ճանաչել է լրիվ զուրկ որևէ հանցակազմից կամ Մկրտիչ Սրբազանը, որը կալանքի տակ է, որ ինչ որ տիրադավներ ցուցմունք են տվել, որ ժամանակին ինքը իրենց ուղղորդել է դեպի ընդդիմության հանրահավաքները։ Նիկոլ Փաշինյանին քաղաքպայմանագրին ոնց հաջողվեց այսպես լեզու գտնել ԵԽԽՎ-ի հետ, այնպես անել, որ հոգուտ իրենց այսպես աջակցող հայտարարություններ Բացարձակ սա Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության խնդիրը չի, ԵԽԽՎ-ի զեկույցը Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լավ ճակերտավոր աշխատանքի արդյունք չէ միջազգային հանրության լրությունը, շատ պարզ է, որտեղ այստեղ աշխարհաքաղաքական շահեր կան, աշխարհաքաղաքական մարդաբոյ կա եւ ցավոք սրտի արևմուտքը մեր տարածաշրջանում Ռուսաստանի հետ իր մարդաբոյը լուծում է աչք փակելով Հայաստանում ժողովրդավարության խայտառակ հետընթացի վրա, այնպես որ սա ոչ թե իշխանության հաջողությունն է կամ իշխանության ձեռքբերումն է, ԵԽԽՎ խայտառակ բանաձևը, որտեղ բառ անգամ չկա քաղաքական բանտարկյալների մասին եւ հոգեվորականները ներկայացվում են որպես բռնի ուժով իշխանության զավթելու փորձ անող մարդասպաններ, այլ ընդհանրապես սա արդյունք է աշխարհաքաղաքական շահերի, որի մսաղացի մեջ ընկած սենց որպես ֆիլե աղում են Հայաստանում խոսքի ազատություն, մարդու իրավունք, ժողովրդավարություն։ Տիկին Զորաբյան, լավ, եթե միջազգային այսպես կառույցներ արձանագրում ենք, որ Միացյալ Նահանգները, միջազգային կառույցները, Եվրոպան, ինչպես այսպես ասում են, այս իշխանության կողքին է, բա այլ ժողովուրդը ինչ անի, ժողովրդից ինչ են սպասում, եթե այսպես մեծամասնություն իրենց կողքին է։ Ես հասկանում եմ, նախ եկեք մի դրվագել ես ներկայացնեմ ԵԽԽՎ բանաձևից, չնայած նրան, որ Նիկոլը իրանց սիրած տղան է եւ իրենք ամեն ինչ անելու են այս իշխանության
իշխանության վերարտադրությունը ապահովելու համար նույնիսկ Եվրոպայի խորհուրդը չէր կարողացել իր զեկույցում 3 արձանագրում չանել։ Առաջին, զեկույցում հստակ նշված է, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում դա պետության եւ եկեղեցու առճակատումն է, չնայած Նիկոլի եւ իշխանության բոլոր պնդումներին, որ իրանք եկեղեցու դեմ բան չունեն, իրանց խնդրեմը որոշ սրբազանների սեռական օրգաններն են, մեկ էլ վեհափարի ունեցած կամ չունեցած զավակն է։ ԵԽԽՎ-ն պնդում է, որ սա առճակատում է պետության եւ եկեղեցու միջեւ։ Երկրորդ պնդումը, որ բանաձևում տեղ է գտել, որ նույնիսկ ԵԽԽՎ-ն չի կարողացել դա չարձանագրի։ Ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի որևէ սխալ օգտագործում, սա ինչի են ներառում, որովհետև տեսնում են։ Լավ, Տիկին Զոհրաբյան, բա որ այդքան մտահոգված են, որ առանց վարչական ռեսուրսի կիրառմանն այստեղ ընտրությունները անցկացվի արդար թափանցիկ, բա ինչպես է, որ հենց իրենք են այդպես գումար տրամադրում այստեղ, որ ինչպես իրենք են ցանկանում, այդպես այդ process-ը Տեսեք, մենք եկեք հասկանանք, որ ընդհանրապես պարլամենտը մի քիչ ավելի ազատ է իր ձևակերպումներում եւ բնորոշումներում, քան օրինակ գործադիրը, այնպես որ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը որպես պարլամենտ իրան կարա այդ այսպես ասած մի քիչ շռայլությունը թույլ տա խոսել կիսաճշմարտությունների մասին կամ ասել որոշակի ճշմարտություններ։ Ես կրկնում եմ, նույնիսկ այս իշխանության մամա, պապա, տատիկ, քավոր քերակին միջազգային կառույցը ԵԽԽՎ-ն չնայած իր խայտարակ զեկույցին, որտեղ հոգևորականները ըստ էության ներկայացնում են որպես իշխանությունը բռնի ուժով տապալողներ եւ ըստ Արարատ Միրզոյանի իրանց սպանելու կոչեր արածներ, 3 կարևոր արձանագրում արել է, որ այնինչ տեղի է ունենում Հայաստանում դա առճակատում է եկեղեցու եւ պետության միջեւ, չնայած Նիկոլն ասում է, որ իրանց խնդիրը ոչ թե եկեղեցին է, այլ վեհափարի եղած չեղած երեխան, արձանագրում երկրորդ, որ ընտրական փուլում պիտի բացառվի պետական ռեսուրսի որևէ սխալ կիրառում եւ երրորդ արձանագրում, որ արել է այս իշխանության քավոր կնիկ քերու կնիկ ԵԽԽՎ-ն անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Ձեզ թվում է այս ձևակերպումը, որ ԵԽԽՎ-ն դրել է, հենց նենց է դրել, այսինքն իրանք տեսնում են, չէ, այն քաղաքական ազդեցությունները, որ այսօր կա Հայաստանի գրեթե բոլոր ինստիտուտների վրա եւ առաջին հերթին դատական ինստիտուտի վրա։ Այսինքն անգամ իրենք չեն կարողանում։ Իհարկե, որովհետեւ այո, պարլամենտը ինչ որտեղ իրան կարող է ճակերտավոր շռայլություն թույլ տալ, ասենք օրինակ Կայա Կալասներից եւ Ուրսուլա ֆոն դեր Լեյններից ավելի անաչառ լինել եւ գոնե որոշակի ձևակերպումներ արձանագրել, բայց եթե այդ փաստաթուղթը լիներ անաչառ, այստեղ պիտի արձանագրվեր, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, այստեղ պիտի արձանագրվեր, որ արդեն քանի ամիս է կալանքի տակ պահվում են հոգևորականներ 4 թեմի առաջնորդներ։ Եթե ԵԽԽՎ-ն անաչառ լիներ եւ հավատարիմ լիներ իր սկզբունքներին, պիտի արձանագրեր, որ ընդամենը բարի համար խոսքի համար Նարեկ Սամսոնյանը հետույք բարի համար հասցվում այն վիճակի, որ դատարանի դահլիճ են բերում հաշմանդամության սայլակի վրա եւ նույնը Վազգեն Սաղաթելյանը, ել չեմ խոսում մյուսների Խաչիկ Գալստյանի եւ մյուսների մասին, եթե ԵԽԽՎ-ն իրապես հավատարիմ լինել այն արժեքներին, որի համար ինքը իբր ստեղծվել է։ Տիկին Զոհրաբյան, այս իշխանությունները օր ու գիշեր ամեն իրենց խոսում են, այսպես ասած, հիբրիդային պատերազմի մասին, բայց չեն բացատրում, փակագծեր չեն բացում հանրությանը, ով է այդ հիբրիդային պատերազմը իրականացնում։ Անգամ Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ելույթի ժամանակ խոսեց սրա մասին։ Իրենց փոխարեն իհարկե Եվրոպան է անդադ խոսում, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ իրականացնում, այսպես այնպես։ Ինչու են խոսափում այդ գնահատական տալու, ինչ է այդ հիբրիդային պատերազմը։ Տեսեք, մենք լսեցինք Արարատ Միրզոյանի լալահառաջ ելույթը Ստրասբուրգում, որտեղ ինքը նորից խոսաց, որ Հայաստանը
սենց թիրախա հիբրիդային պատերազմների, հիբրիդային հարձակումների, հիբրիդային նաշեստվյաների եւ էլի վախենում են տան Ռուսաստանի անունը, այն որ ասում է «Не будем говорить кто, хотя это был слонёнок», այսինքն սենց տողատակերով իբր հասկացնում են, բայց այդքան դուխ ունեք, Արարատ Միրզոյան, կանգնեք, ասեք Ռուսաստանը իրականացնում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, կամ որ ամիսը 4 անգամ տարբեր մակարդակներով գնում եք այդ հիբրիդային պատերազմի շեֆերի, հիբրիդային պատերազմի ղեկավարների մոտ, իրանց ասեք ստոպ, դուք մեր դեմ հիբրիդային պատերազմ եք իրականացնում։ Հենց վաղ Ալեն Սիմոնյանը Այո, դե հիմա սպասենք տենանք, օրինակ Ալեն Սիմոնյանը, որ մեկնում է հիմա Ռուսաստան, ինքը խոսելու է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին։ Ես շատ ուշադիր Ալեն Սիմոնյան սպասելու եմ, որ այն ինչի մասին Ստրասբուրգում լալա հառաչ ասում էր Արարատը, որ հիբրիդային պատերազմ եկեք փրկեք եւ վախենում էր տա Ռուսաստանի անունը, տարբերություն Արարատ Միրզոյանի, դու կգտնվես այնքան դուխով, որ Ռուսաստանում կասես Ռուսաստան կամ քո գործընկեր Մատվիենկոին կամ այն մյուսին Դումայի նախագահին կասես, որ դուք մեր դեմ իրականացնում եք հիբրիդային պատերազմ։ Գիտեք, սա այնքան ծիծաղելի է, այնքան ողորմելի է, ասում ես հիբրիդային պատերազմ, ասա ով է իրականացնում այդ հիբրիդային պատերազմը, իհարկե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ կա, հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ կա եւ այդ պատերազմի իրականացնողը առ այս պահը իշխանությունն է։ Այս ստացվում է, որ կարծես ընդհանրապես հասարակության այսպես անդադ վախի մթնոլորտում պահելու համար այդպես հայտարարություններ արվեն։ Եթե արտաքին հետախուզության այդ զեկույցը ողջելի հիբրիդային պատերազմի գործակալական ցանցերի ահաբեկիչների մասին էր, ընդ որում այնտեղ անդադ անոնսի նման գնում էր, որ հոգևորականների եւ գործարարների միջոցով է այս ամենը իրականացվում Հայաստանում։ Իսկ այդ արտաքին հետախուզական զեկույցը այդ շպարգալկանա, որով առաջիկայում ընտրական փուլին ընդառաջ այդ արտաքին գործակալական ցանց, հոգևորականներ, արտերկրի գործարարներ, հայազգի բան այդ շպարգալկանա արտաքին հետախուզական զեկույցը, որով ընտրական փուլին ընդառաջ մենք տեսնելու ենք նոր կալանավորումներ, տեսնելու ենք նոր իբր ճակերտավոր գործակալական բացահայտումներ։ Արարատ Միրզոյանը գնում է Բրյուսել, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենում եւ այնտեղ դաժե ճանջի տզոցը իրանց կայքում տեղադրվում է, բայց վդրուկ որևէ երկրի արտաքին գործերի նախարարի ելույթը չի տեղադրվում, պարզա չէ, որ ինքն է խնդրել, որ դա չտեղադրվի, որտեվ ես վստահ եմ, որ այնտեղ օրակարգը եղել է, էլի հիբրիդային պատերազմ, այնտեղ երևի Ռուսաստանի անունը տվել է բացահայտ, դրա համար որ ռուսները հետո չասեն տղա ջան, մի հատ արի տենանք, ինչ հիբրիդային պատերազմ, խնդրել է, որ Եվրոպարլամենտի կայքում իր հանդիպման մասին որևէ տող, որևէ բառ անգամ չլինի, այսպես չի լինում քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, գործընկերների կամ չգործընկերների հետ հարաբերությունները այս մանիպուլյացիաներով, այս շպագատներով, այս կտերով չեն լինում։ Դրա համար էլ Հայաստանի նոմինալ, աշխարհաքաղաքական արժեքը, արժանապատվության եւ սեփական շահերը սպասարկելու առումով սրընթաց մոտենում է 0-ի։ Տիկին Զորապյան, այսօր Լավրովն էր հայտարարություն տարածել, չգիտեմ հասցրել եք հետևել թե չէ, որ ասում էր, որ Հայաստանը իր արտաքին դիվերսիֆիկացիայի փուլում հույս էր հայտնել, որ չի տեղավորվի այնպիսի ուղի չի ընտրի, որը ընդդեմ Ռուսաստանի կլինի, այսինքն այնպես չի համագործակցի այնպիսի ուժերի դեմ եւ չի վերածվի հակառուսական, այսպես ասած, խմբավորման։ Ես չեմ կիսում Լավրովի լավատեսությունը, նախ Հայաստանը չի որոշում ինքը ոնց դիրքավորվի, ցավոք սրտի մենք վաղուց որոշում կայացնող սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի, որ մեր փոխարեն կայացնում են որոշում, ոնց կորոշեն այս իշխանության աշխարհաքաղաքական տերերը, եթե ասեն, որ ձեր վերարտադրության համար պետքա որ դուք հիմա վեկենակ եւ հենց այս պահին դուրս գաք ԵԱՏՄ-ից, բնականաբար սեփական վերարտադրության հույս փայփայող այս իշխանությունը դա էլ է անելու, այնպես որ ես Լավրովի լավատեսությունը չեմ կիսում, բայց առ այս պահը ցավոք սրտի կամ չգիտեմ ոնց այս իշխանությանը հաջողվել է դեռևս միաժամանակ երկու աթոռին նստել, բայց այդ հետույքը
ելքը այս իշխանության արդեն ճռռում է երկու աթոռին նստելու դիսբալանսից եւ բնականաբար գալու է ընտրություն կատարելու ժամանակը եւ ցավոք սրտի ընտրությունը ինչ էլ լինի հասկանալի է չէ որ տուժելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին Տիկին Զորաբյան, խոսենք այստեղ սպասվող ընտրություններից, որոնք այսպես սարերի հետևում չեն, մի քանի ամիս մնաց, այլ եթե այսպես դիտարկում ենք, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ակտիվ երաշտական գործունեություն է սկսել նաև վարչապետ է ձևավորել, երիտասարդներին է հրավիրում, այսինքն սա իհարկե տեղավորում է նախընտրական, շրջանակներում Ինչ է անում ընդդիմությունը այս օրերին, տեսնում եք ինչ օրակարգ է, որ քաղաքական ուժը ինչ օրակարգով է առաջ գնում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը արդեն մեկնարկել է իր քարոզարշավը եւ բնականաբար ինքը տեմպը ուժեղացնելու է, ինչ անում ընդդիմությունը, ռեալ ես չեմ տեսնում որևէ ռեալ միավորման քայլ, որովհետև այլ տարբերակ, քան խոշոր միավորումներով գնալ ընտրական process-ի, եթե վերջնական մենք գնում ենք հունիսի 7-ի ընտրության, չկա։ Փոխարենը ես տեսնում եմ տարբեր մանրապճեղ կուսակցություններ, որոնք տառապում են ընդդիմադիր դաշտում կուսակցություններ, որոնք տառապում են բոնապարտիզմով եւ որոնք շատ լավ գիտեն, որ իրանք չեն հաղթահարելու անցողիկ շեմը, բայց 1.5 կամ 0% պրճոկելու են, դրանով ուղղակիորեն օգնելու են իշխանությանը, բացարձակապես մտադրություն չունեն սեփական ամբիցիաները դնելու մի կողմ եւ միավորվելու խոշոր ճակատներով շատ Պարզ է այսօր։ Բայց եթե լավ օր ու գիշեր խոսում են հայրենասիրությունից, հա, քննադատում են, բա լավ այդ հայրենասիրությունը այդքան չկա, որ իրենց ամբիցիաները մի կողմ Ցավոք սրտի, այո, այդ հայտարարությունները հայրենիք եւ այլն, երկիրը կանգնած է պետականությունը կորցնելու երզրին, օրհասական եւ այլն, երբ որ մենք լսում ենք տարբեր ընդդիմադիր բևեռներից, հետո լսում ենք, որ ասենք հարցազրույց են տալի, ասում են մենք ենք աշխարհի կենտրոնը, մեր շուրջ պետք է լինի միավորում, մենք պատրաստ չենք որևէ կոնսոլիդացիայի կենտրոնը մենք պետք է լինենք, հասկանալի է դառնում, որ այդ լալահարաջ հայտարարությունները ազգային ազատագրական ծիրի մեջ ընդհանրապես ֆիկցիա են։ Ես կրկնում եմ, այս ռեժիմի դեմ պայքարել հնարավոր է միայն, եթե ընդդիմությունը միավորվի առնվազն 2-3 խոշոր ճակատների մեջ։ Դե եթե չկա, ցավոք սրտի մենք պետք է արձանագրենք, որ հունիսի 7-ի ընտրության ելքը այլևս կանխորոշված է, ցավոք։ Եթե հետևել եք երկրորդ նախագահասուլիսին, օրինակ ինքը ասաց, որ հենց ինքն է լինելու տեխնացուն, քանի որ տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ ինքը կարող է առաջնորդել մյուս կուսակցությունը, հանրապետականը դիրքորոշում դեռ չի հայտնել մասնակցել, թե չէ։ Այսինքն դեռ այս պահին դաշինքների մասին խոսք գնալ ու պատրաստակամություն համագործակցության վերաբերյալ Ես դրա համար եմ ասում, եթե երկրորդ նախագահան հարցազրույց է տալի, ասում է, որ աշխարհի կենտրոնը ինքն է, որ ես չգիտեմ այդ ինչ հարցումներ ա, որ ցույց են տվել, որ ինքը կարող է երկիրը այս վիճակից հանել, ես տենց հարցում չեմ տեսել, անկեղծ ասած, միգուցե իրան կարել են, ես տեղյակ չեմ։ Այսինքն մենք տեսնում ենք, չէ, եթե տարբեր կուսակցություններ, որոնք նոր են ստեղծվել, բայց իրանց նապոլեոնիզմը ուտում է իրանց եւ ակնհայտ է, չէ, որ իրանք 1-1.5%-ից ավել ձայն չեն հավաքելու, ունեն շատ մեծ հավակնություններ եւ իրանք էլ պատրաստ չեն միավորվել մեծ ավելի բլոկների մեջ, պատրաստ չեն գնալ կոնսոլիդացիայի, պատրաստ չեն իրենց ամբիցիաները զիջել, մենք կարանք հենց հիմա, այսպես տվեք ձեր գրիչը, հենց հիմա ես գրեմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները այլևս կանխորոշված է։ Իսկ այդ ընտրությունից հետո այսպես խորհրդարանում ինչ որ լուրջ փոփոխություններ կլինեն։ Բացարձակապես ոչ, ընդհանրապես եթե մենք գնում ենք այսօրվա տրամաբանությամբ, որ ամեն մեկի խնդիրը ընդհանրապես մի քանի մանդատ պրճոկելն է, ընդհանրապես Հայաստան դաշինքի փոխարեն կլինի մեր ձևովը, պլյուս մինուս մի քանի ձևով, ձայնով ավել կամ պակաս, իրականում կմնա նույն իշխանությունը եւ իրականում մեծամասնությամբ իշխող ուժը, մեծամասնություն։ Այո, այս իրավիճակով, այո, եթե ընդդիմությունը չի գնալու խոշոր բլոկներով միավորման։ Այո, ունենալու ենք նույն ընդդիմությունը մալչիկ դլաբիցիա, պարզապես այլ դեմքերով։ Դա ինձ բացարձակապես չի մխիթարում, որտեղ ինձ բացարձակապես հետաքրքիր չի նիկոլականների կողմից ընդեղով է ծեծ ուտում ներկայիս ընդդիմությունը, թե հունիսի 7-ից ձևավորվող ընդդիմությունը։
Շնորհակալ եմ Ես եմ ձեզ Տիկին շնորհակալ։ Զորաբյան զրույցի համար։ Հարգելի աստատիտողներ, այսօր մենք զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինա Մուշեղյանն է, շնորհակալ եմ հետևելու համար մեր զրույցին։